անառակության մասին, շնության մասին հատուկ շեշտված է նոր կտակարանում։ Ասում է բոլոր մեղքերը մի կողմ, շնության մեղքը մի կողմ։ Ինչու՞։ Որովհետև սեռական հարաբերությունը ստեղծված է ընտանիքի համար եւ գրված է այր եւ կին մեկ մարմին են դառնում։ Եվ Պողոս Առաքյալը բացատրում ասում է մեկ մարմին, մենք գիտենք ինչա մեկ մարմին։ Մեկ մարմին նշանակում Աստված որ տեսնում է քեզ ու քո կնոջը, կամ քեզ ու քո ամուսնուն, մեկ է տեսնում։ Քո օրհնությունն էլ է մեկ, քո անեծքն էլ է մեկ, քո պատիժն էլ է մեկ։ Պատկերացնում եք ինչա։ Դուք մեկ եք։ Դուք իրար հետ մեկ ամբողջություն եք Աստծո համար։ Եվ Պողոս Առաքյալն ասում է հիմա դու գնում ես եւ անառակի հետ ես մեկ դառը։ Ինչ է լինում։ Իրա անեծքը փոխանցվում է քեզ։ Հետո մի հատ հիվանդություն է գալիս, մարդը ասում է, բայց ինչ էինք արել, ում էինք մի կտոր հաստվել, Աստված մեր դեմը բերեց էսի։ Ինչ արեցիր, դու մեկացար իր հետ։ Եվ էդի քոնը չէր, քո պատիժը չէր, բայց քանի որ դու մեկացար իր հետ, դու դա մեկ անելը դա է։ Պողոս Առաքյալը մանրամասն խոսում է, որ անառակի հետ մեկանալուց դու մեկ մարմին ես դառնում, ինչպես որ կնոջդ հետ պիտի դառնայր, կամ նաև կնոջ համար ամուսնու պարագայում։